Երեխաներ, այս տուգողականով մենք ավարտում ենք հին աշխարհի պատմությունը։ Եվ քանի որ այս տարի մեր մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակն է, մյուս ամիսը մենք կնվիրենք այդ թեմային։ Եվ ես ունեմ ձեզ այսօր անակնկալ։ Բայց մինչև անակնկալին անցնելը ինձ հետաքրքիր է, թե ձեզանից ում պապիկն է մասնակցել հայրենական պատերազմին։ Տեսնում եք, համարյա բոլորի պապիկները։ Իսկ ձեր պապիկները, երեխեք, պատմել են ձեզ պատերազմի մասին։ Այո։ Շատ լավ է։ Աստղիկ, օրինակ քո պապիկը ինչ է պատմել պատերազմի մասին։ Պապիկս Մոսկվայից մինչև Բերլին դրոշը ձեռքին անցել է։ Երևի շատ դժվար էր, հա։ Դժվար էր, բա ոնց, բոլորի մոտ ավտոմատ էր, իր մոտ դրոշ։ Լավ, Էդգար, քո պապիկը ինչ է պատմել պատերազմի մասին։ Իմ պապիկն էլ նեմեսների մոտ գերի էր ընկել։ Երևի տանջվել է։ Չէ, նեմեսներին ամիսը $100 տալիս էր գալիս էր տուն։ Պարզ է։ Հրանտ ջան, բա քո պապիկը ինչ է պատմել պատերազմի մասին։ Իմ պապիկը երկրորդ համաշխարհային պատերազմին չի մասնակցել։ Ինչի Հրանտ։ Դա առաջին համաշխարհայինին 2 դեղին քարտ էր ստացել։ Լավ կատակ էր։ Լավ, եկեք ես ձեզ ասեմ, թե ինչ անակնկալ եմ ձեզ այսօր պատրաստել։ Այսօր մեզ մոտ հյուր է եկել հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Արշակ Պապին։ Նստեք, երեխեք ջան, նստի։ Չէ, Այմար նստի։ չէ Արշակ։ Նստի էլի։ Վայ, նստի։ Նստի։ Պատերազմի ամենաթեժ տարիներն էին։ Ստալինգրադ։ Ու ես այդտեղ հասկացա, որ մենք շրջափակման մեջ ենք։ Նեմեցի տանկերը աչից, սամալյոտները վերևից, նեխոտան ձախից։ Խրամատից դուրս եկա, տենամ 10 հատ ֆրից ավտոմատներով ինձ են նայում։ Տակը սարեցի։ Երեխեք, Արշակ Պապին նկատի ուներ, որ նա վախեցավ։ Չէ, ես այդ ժամանակ վախեցա, իսկ հենց նոր ես տակը սարեցի։